Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, հոկտեմբերի 2, այն հույսի համար, որ երկնքում պահված է ձեզ համար, Կողոսացիներին 1:5, մեր ապագայի վերաբերյալ Քրիստոսի հանդեպ հույսը այս երկրի վրա մեր ուրախության հիմքն է, դա մեր սրտերին դրդում է ավելի հաճախ մտածել երկնքի մասին, քանի որ այն ամենը, ինչ մենք կարող ենք միմյանց ցանկանալ, գտնվում է այնտեղ։ Այստեղ մենք հոգնած ենք, ուժասպառ, իսկ այնտեղ հանգստի երկրում հոգնածություն չի լինելու հավիտյան, և ճակատը կրտինկով չի պատվելու։ Նրանց համար, ովքեր սաստիկ հոգնել են, ուժասպառ են եղել, հանգիստ բառը երանություն է խոստանում։ Այստեղ երկրի վրա հանգիստը միայն երազում ենք տեսնում։ Մենք այնքան ենք փորձվում ներքուստ և այնքան ենք հալածվում արտաքին թշնամիներից, որ կամ մեզանում քիչ խաղաղություն ենք ունենում, կամ այն բոլորովին չենք ունենում։ Սակայն այստեղ երկնքում մենք պիտի վայելենք հաղթանակի բերկրանքը, քանի որ հաղթանակի դրոշը պիտի հանդիսավոր ծածանվի, իսկ պատերազմի սուրը պիտի վերջնականապես ջախջախվի։ Մենք կլսենք, թե ինչպես մեր առաջնորդ Հիսուս Քրիստոսը հաղթական կերպով կարտասանի լավ, բարի և հավատարիմ ծառա։ Մատթեոս 25:21։ Մենք չարչարանքներ ու զրկանքներ ենք կրում, բայց մեր ճանապարհը տանում է դեպի անմահության երկիր, որտեղ չգիտեն, թե ինչ է գերեզմանը։ Այստեղ մեղքը անանց դժբախտություն է, իսկ այնտեղ մենք կատարյալ սուրբ ենք լինելու, քանի որ ոչ մի անմաքուր բան այնտեղ չի մտնի։ Երկնային դաշտերում երբեք մորախոտեր չեն աճում։ Միթե երջանկություն չէ, որ մենք հավիտյան չենք տարագրության մեջ, որ մենք ընդմիշտ չենք ապրելու այս անապատում, որ շուտով ժառանգելու ենք Քանանը։ Մեր մասին երբեք չի ասվելու, որ մենք երազում ենք ապագայի մասին, մոռանալով ներկայի մասին։ Թող այս ապագան իր լույսով ողողի ներկան, նոր մեծագործությունների համար։ Երկնքի հանդեպ հույսն ամենազորեղ շարժիչ ուժն է, որ մեր մեջ առաքինություն է առաջացնում։ Այն ուրախալի ջանքերի աղբյուր է, երանելի սրբության անկյունակար։ Այդպիսի հույս ունեցող մարդը եռանդուն կերպով աշխատում է, քանի որ Տիրոջ մեջ եղած ուրախությունը նրան ուժ են տալիս։ Նա կատաղի պայքար է մղում գայթակղությունների դեմ, քանի որ երկնային կյանքի հույսը որպես վահան է ծառայում, որը բարեհաջող կերպով հետ է մղում հակառակորդի կրակենետը։ Նա ջանք է թափում, պարգևատրում չստանալով ներկայում, կանխավայելելով այն, ինչ նախապատրաստված է երկնքում։